Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Այսօր ամեն ժամյա ուղիղ եթեր եմ ունենալու, արդեն հայտարարել եմ, ժամը 1 կմտնեմ եւ օրվա լրահոսից կներկայացնեմ իմ մեկնաբանություններով։ Ասեմ նորություն, որ ժամը 11-ի դրությամբ արդեն հայտարարվել է, որ մասնակցայնությունը ընտրություններին 21 թվականի համեմատ ավելին է եղել, մոտավորապես այսպես, ժամը 11-ի դրությամբ, հիմա ունենք մոտ 14.5% մասնակցայնություն, նույն ժամի դրությամբ 2021 թվականին ունեցել ենք 12.2%, այսինքն 2.3% մասնակցայնություն ունենք, այսպես եթե շարունակվի այս նույն տեմպով եթե հաշվենք, ապա միջև օրվա վերջ մոտ 10% ավելի եւ 10%-ից ավել մասնակցայնություն ավելի բարձր կլինի, քան թե դա եղել է 2021 թվականին։ Իսկ սա ահագին, այսպես ասած, մխիթարիչ ցուցանիշ է։ Տեսնենք, հետևենք, տեսնենք թե ինչ կլինի։ Երկու բառով ուզում եմ անդրադառնալ երեկվա, երեք լռության օրեր ոչ մի հաղորդում չեմ ներկայացրել, ոչ մի տեղեկություն չեմ տվել։ Երեք այսպիսի տվյալ կար, որ որոշ ընտրատեղամասերում մի քվեաթերթիկը բացակայել է, նույն լավ համար 3 քվեաթերթիկը բացակայել է։ Ընդհանուր քվեաթերթիկները ոնց որ այսպես փաթեթով գնացել է եւ մի քվեաթերթիկ բացակայել է։ Ես դա մեկնաբանում եմ որպես դրանից եւս 1 օր առաջ տեղի ունեցած Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումի հետ կապված, դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով Արամ Սարգսյանի կուսակցությունը բողոքարկել է եւ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի համար 3 քվեաթերթիկը ներկայացնող քաղաքական ուժին արգելեն մասնակցի ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդպիսի բան չարեց։ Վերջը ժամը 12-ի դրությամբ որոշեցի, որ չի կարելի արգելել։ Թեև սա իր հետ դեռևս ունի այսպես գաղտնի հնարավոր ռիսկեր, բայց դրա մասին հետո խոսենք։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ահա ինձ թվում է, որ նախապես պլանավորված եղել է, որ համար 3-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պետքա դուրս թողնվի ընտրապայքարից։ Այդ իսկ պատճառով որոշ տեղամասեր արդեն փաթեթավորել են քվեաթերթիկները այն տրամաբանությամբ, որ դե ինչներից դա պետք չի դնել, ուղարկել են միայն այն քվեաթերթիկները, որոնք մասնակցելու են։ Հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետքայլ արեց, չհաստատեց այդ դիմումը Արամ Սարգսյանի տված, բայց ինձ թվում է չեն վերանայել փաթեթները եւ արդեն կազմված որոշ տեղամասեր գնացել է առանց 3-րդ քվեաթերթիկի։ Դե համոզված եմ արդեն այդ հարցերը լուծած է, այդ 3-րդ քվեաթերթիկը վերականգնած է, բայց ուզում եմ ասել, որ նախապես ծրագիր է եղել, այս սա որպես դրա սիմպտոմ ենք էլի դիտում, նախապես ծրագիր է եղել դուրս թողնել մեկ քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի համար, գուցե իրենց հաշվարկներով էական խնդիր ստեղծող, եւ դրա համար որոշ տեղամասերում դա ամփոփության վատ կազմակերպման արդյունքում սպրտել է, հա, այդ տրամադրվածությունը։ Սա մեկ։ Եվ մի տեղեկություն էլ հայտնեմ, երեք մի գյուղում, ոնց է այդ գյուղի անունը, մի խոսքով, գայլերը հարձակվել են եւ ֆերմայում ոչխարների հոտը կոտորել են, մոտ 20 միլիոն դրամի ապրանք կենթանի ոչնչացել է, եւ գյուղացիները հավաքվել էին, բողոքում էին, որ հիմա ում դիմենք, ինչ անենք, պետությունը կփոխհատուցի, արդյոք թե չի փոխհատուցի, այդ ամեն ինչը մնում է գյուղացիների վրա եւ մնում է հատկապես այդ հովիվի վրա, որովհետեւ հովիվը գյուղի տարբեր, այսպես մարդկանց ոչխարները իր հոտի հետ միաժամանակ պահել է, ու հիմա ոչ միայն իր հոտն է տուժե, այլ նաեւ այդ մարդկանց ոչխարները կենթանի անասուններն են։ Մի խոսքով բան եղև, կոր է, փչած է, սատկ է։ Հիմա ինչ եմ ուզում, սա այնքան հետաքրքիր սենց բան ունի, փոխաբերական տեսանկյունից, այնքան հետաքրքիր արձանագրում է, որ ընդհանրապես ժողովուրդ ջան, հարգելի հոտատերեր, էլի,
Դուք նորմալ չոբանի շուն պետք է ունենաք, նորմալ գելխեղտներ պետք է ունենաք, որը այդպիսի բան չլինի։ Այսինքն ոչ թե պետք է դուք կոտորեք անասը, այսինքն գելը գա կոտորի անասունը դուք գաք ասեք Մանասյան Հայկ, Պողոսյան Պողոս, Լյուդմիլա Վարդանյան, չգիտեմ։ Դուք ձեր աշխատածից բյուջեին փող տվեք, որ ինքն էլ մեր ոչխարների փողը տա, այլ դուք պետք է նորմալ գելխեղտ պահեք։ Ես չեմ ասում այդ մարդկանց պետքա հիմա միայնակ թողնել, իհարկե պետք է անպայման օգնության ձեռք մեկնելը, ոչ մի դեպքում չի կարելի մեր հայրենակցին 20 միլիոնի տակ թողնել։ Բայց ընդհանուր առմամբ, եթե ուզում ենք այսպես դեպքեր չկրկնվի, մանավանդ գյուղացիները խոստովանել, որ մի քանի 10-15 ոչխարով էլի է դեպք եղել, որ կոտորել են գելը գյուղում։ Այդ ձեր ցավը տանեմ, դուք գյուղացի մարդ, գելը ինչ գործ ունի ձեր գյուղում անասուն կոտորի։ Սա փոխաբերական իմաստով այդ խելքով էլ գնալու եք ու իշխանություն եք ընտրում, հասկանում եք։ Դուք այդ խելքով էլ գնում եք, ընտրում եք իշխանություն, որտեղ մի նորմալ գելխեղտ չկա, մի նորմալ գելխեղտի ձայն չեք տալի, մի նորմալ գելխեղտի ֆինանսավորում չեք հատկացնում, հանգանակության ձևով թեկոս մարդա մի 1000 դրամ, մարդա 500 դրամ։ Փող չեք տալի, հանգանակություն չեք հասնում, հետո գալիս է այսպես փոխաբերական իմաստով գելը կոտորում է ձեր թանկը, ձեր ունեցածը, ձեր ապրուստը, հետո կանգնում ասում եք մեզի ով է տեր կանգնելու, դուք ինքներդ ձեզի տեր կանգնեիք, նորմալ գելխեղտներ պահեք, այդքան ոչխարի միջից մի ուժ էլի չի դուրս գալի այնքան, չգիտեմ, ատխոտ, որ այդ գելերի բերանը, գելխեղտների բերանը փագեք, կերակրեք։ Հիմա այդ նույն լոգիկայով գնում են քաղաքական ընտրություն անելու այդ ժողովուրդը։ Ցելի գյուղ կանգնել ասում է ցելի գյուղ մի հոգի էլ չէ որ ասես լավ չի մտածե ցելի գյուղ ասում է մեր ապրանքը կոտորեցի բան չի չպետք է կոտորեն բայց ձեր գելխեղտներն ուր են բա գետինը մտնեն ձեր գելխեղտները ձեր պահած գելխեղտները որ հմի կանգնել եք ասում եք ու ընդեղից էս բանել կա ցեղական հատուկ անասուններ են ներմուծածու եղել ոչխարներ են եղել հատուկ ցեղական Եվրոպայից բերած ոչխարներ Իդեպ Եվրոպայում գել համարյա չկա, ասեմ իմացեք, Եվրոպայում համարյա գել չկա, Եվրոպայում գելխեղտներ չեն պահում, համարյա մի առանձին այդպես երկրներ կլինեն, բայց հիմնականում Եվրամիության տարածքի ծանրակշիռ մեծամասնությունում գայլը վերացել է որպես կենդանի, գայլը մնացել է այս եվրասիական տարածքներում ավելի շատ, Եվրոպայում համարյա գալ չկա, գելխեղտ չկա, ընդեղից էլ ստացած ֆինանսավորումներով, ձևավորված արժե համակարգով, գալիս են ստեղ գելխեղտների գոտեմարտի վրա, արգելք են դնում, դաժանությունը էսա էնա, էսի նաև քաղաքական դաշտում վերացեք, են որ ասում եք, էսի փիսնա, էնի փիսնա, էսի մի քիչ լղտի է խոսում, էնի մի քիչ կոպիտ է խոսում, էնի մի քիչ ագրեսիվ է, էսի նաև այդ կոնտեքստում նայեք, ժողովուրդ ջան, Եվրոպայում գել չկա, մեր տարածաշրջանում գել կա, էսի փոխաբերական իմաստով էլ նայեք, եվրոպացի ժողովրդի վրա քաղաքական գել գոյություն չունի, թշնամի պետություններ շրջապատված չեն, մենք ունենք, ինչքան էլ մեծ գան ասեն, որ հիմիկվա գելերը մեր հարևան, ուրիշ գելեր են, հիմիկվա գորշ գայլերը էլ գորշ չեն, արդեն գունավոր են, օրանժ գույնի թազակ գելեր են, մենք իրանք էլ մեր անվտանգության երաշխավորն են, չէ ախպեր, քո անվտանգության երաշխավորը քո գելխեղտն է, քո սեփական պահած, սնած, այո, քեզնից մի բան էլ պետք է կտրես քո գելխեղտին տաս, որ քո անասունը ապահով լինի, որ գելերը չգան կոտորեն, բայց հիմա մի ցելի գյուղ ճարահատ գլխիկոր, թումանյանական անճարությամբ կանգնած ասում է, բա ինչ ենք անելու, այդ խելքով էլ գնալու եք տենց էլ ընտրություն եք անելու, այդ նույն խելքով, նույն աշխարհայացքով, նույն հեռատեսությամբ, իսկ ավելի ճիշտ հեռատեսության բացակայությամբ, իսկ նրանք ովքեր ստեղ ասում են գելխեղտները վատ են, գելխեղտների գոտեմարտը քրեական է, բռնեք, դատեք, կեղտոտեն էսեն են, այ նրանք Դե գնացեք այդ գելխեղտի գոտեմարտում շուն տարած մեկին, կյանքում նրա ոչխարի վրա, տեսեք գելը գնացել է, կյանքում նրա ոչխարից մի բան պակասել է գելի պատճառով, ոչ, որտև գելը գիտի ընդ տեր կա, այդ ոչխարի գլխին կանգնած, բա, որևիցե մեկի քարոզը չեմ անում, ուղղակի ուզում եմ ցույց տամ, որ ժողովուրդ ջան, կամ դուք,
Այո, ձեր միջից կջոգեկեն գելխեղտներին, որոնք վաղտար-վաղտ իրար կդրտում են, վաղտար-վաղտ իրար միջից իրար վնաս են տալի, բայց չեն սատկացնում իրար, հանդուրժում են իրար, յոլա են գնում մի դրան շամպես, որովհետև երբ գիշերը գելը գալիս է, մի մարդու պես սաղ կանգնում են գելի դեմը, ոչ թե հիմա չոբանը կանգնե ասում է, գելերը մեր հոտի անվտանգության երաշխավորն են, նոր դարաշրջան ստեղծվե, սկսե գելերը դարել են մեր հոտերի անվտանգության երաշխավորը, դուք էլ հավատում եք այդ գյուղացիների նման գնալու եք գելերին ընտրեք, վաղ էլի գալու են ձեր հոտը կոտորեն, 20 միլիոնի վնաս տան, շվարած նայելու եք, թե բա ում աղբեր դիմենք, որ մեզ ձեռ մեկնի, դուք ինքներդ ձեզ ձեռ մեկնեք առաջի հերթին, սրա նրա հույսին էլ չեք մնա, առաջինը ինքներդ ձեզ ձեռ մեկնեք, ձեր միջի նախանձը, ձեր միջի աբիժդիկությունը մի կողմ դրեք, գնացեք գելխեղտ ընտրեք, իմացավ, գնացեք գելխեղտ ընտրեք, թող գելխեղտը ձեր ոչխարին տերը լինի, իմացաք, նու ես ժամի համար այսքանը ժամը մեկ դուրս եմ գալու, հələ ճանապարհին եմ ես, ժամը մեկ դուրս եմ գալու և կհանդիպենք 14:00, ցտեսություն միշտ օր հանդիպում, հարգելիներս, Աստված մեր հետ։